Պարոն Հարությունյան, դուք խոսեցիք ԵՄ-ի մեկ առաքելության մասին, որը տեղակայված է Հայաստանում, դիտորդական առաքելության մասին։ Կուզենայի ձեր կարծիքը լսել մյուս առաքելության մասին, մասնավորապես մանդատի, գործունեության շրջանակի եւ ձեր կողմից ակնկալվող արդյունքների։ Շնորհակալություն։ Իմ վերաբերմունքը Տիկին Բաղդասարյան Եվրոպական միության ստեղծած տարբեր առաքելությունների, Եվրոպական միության դեպի Եվրոպական միություն տանող, ասոցիացնող ցանկացած բանի նկատմամբ խիստ դրական է ու ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի կարողանանք առավել արմատական եւ խորը հարաբերություններ գործընկերային ունենալ Եվրոպական միության հետ, վերև որպես դրոշակ վեր պահելով հայկական շահը։ Արձագանք։ Պարոն Հարությունյան, ես ողջամիտ կասկած ունեմ, որ դուք տեղյակ չեք երկրորդ առաքելության մասին, փարատեք իմ կասկածները նշելով երկրորդ առաքելության անվանումը, մանդատը եւ ինչ գործունեություն է ծավալելու Հայաստանում։ Տիկին Բաղդասարյան, վստահ եղեք, ՍԵՊԱ պայմանագրի շուրջ 600 էջանոց նյութը ամբողջությամբ կարդացել եմ, հետևել եմ նաև դեռևս 2002 թվականից սկսված Հայաստան-Եվրոպայի միություն հարաբերություններին, դրանից հետո կնքված տարբեր հուշագրերին, այդ թվում մինչև ամենավերջի փաստաթուղթը, հետևաբար ձեր կասկածները փարատելու համար լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչպես Դե անունը դուք նշեցիք, չեմ պատրաստվում նույնը կրկնել Տիկին Բաղդասարյան։